Դատաքննության մեկնարկից դեռևս 1 ժամ առաջ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճն արդեն շրջափակված էր կարմիր բերետավորներով, դատական կարգադրիչներով ու ոստիկանական մեքենաներով։ Ակնհայտ էր, որ դարձյալ դատարանի դահլիճ մտնելը լինելու է գրեթե անհնար։ Հատկապես նրանք, որոնց անունները չկային, ինչպես ոստիկաններն էին պնդում, դատարանի կողմից կազմված ցուցակներում դահլիճ մտնել չէին կարող, իսկ ներսում այս անգամ գործի էին դրվել մետաղորսիչներն ու այս ամենը հանուն անվտանգության։ Համենայն դեպս այդպես է պնդում ոստիկանության բարեկապահական ծառայության գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը։ Սե պատճառ չկա, զուտ անվտանգությունից ելներով, հենց նույն ամբաստանյալների անվտանգությունից ելներով։ Վտանգավոր է իրավիճակը, կարծում եք, Ես մենք վտանգության աստիճանը չգիտենք, բայց անկախ ամենից ոստիկանությունը անվտանգությունը ապահովում է։ Հենց նույն ամբաստանյալի անվտանգությունն է ապահովում։ Մեկ ուշագրավ հանգամանք Վալերի Օսիպյանի ձեռքին այսօր կար ցուցակ, որի համաձայն էլ նա որոշում էր, ով կարող է մտնել դահլիճ, իսկ ով ոչ։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի պնդմամբ դա իշխանությունների կողմից նախապես կազմված ցուցակ է։ Փորձը արվում անել այնպես, որ հիմնականում դահլիճում տեղ զբաղեցնեն մեղադրյալների հետ կապ չունեցող անձինք։ Այսպիսով անուղղակիորեն 7-ի գործի դատաքննությունը անցկացնելով դռնփակ։ Օսիպյան Վալերին իր ձեռքում պահում էր կուսակցական ցուցակներ, որը ես իմ աչքերով տեսել եմ, դուք եք տեսել, OEC, Դաշնակցություն եւ այլն եւ այլն, երբ որ ես դիմեցի եւ հարցրեցի, այդ ցուցակները որտեղից ես, դա ով է, եւ արդյոք կա ընդդիմության ցուցակներ նույնպես, ինքը ասեց ես նման ցուցակներ չունեմ։ Ահա սա է կատարվում։ Այսինքն նախապատրաստված իշխանությունները ստեղծել են ցուցակներ, որոնցով մարդկանց են բերել դահլիճ։ Ձևականորեն իբր թե սա բաց դատավարություն է, որտեղ ամեն մեկը ազատորեն կարող է մտնել։ Օսիպյանին հարցրեցինք, ինչ ցուցակ կա ձեր ձեռքին եւ ինչու հարազատների փոխարեն անծանոթներ են մտնում դահլիճ, մեկ այլ մուտքով, որին ականատես եղանք ինքներս։ Ես տեղյակ չեմ ինչ ցուցակների մասին է։ Ցուցակար դատարանի կողմից սահմանված ամբաստանյալների հարազատների վերաբերյալ տուժողի ներկայացուցիչների ոստիկանները անձինս ես եւ ոստիկանները ոչ ոք չի եղել դատարանի դահլիճում, դատարկա եղել թե ոչ, բայց ոչ մի հարազատ անգամ մուտքի համար իրավունք էլ չի հարցել, կարելի է թե ոչ։ Մենք ենք անգամ դիմել հարազատներից, եկեք անցեք։ Իրանք հրաժարվել են պարզապես։ Իրանց ցանկությունն է։ Իդեպ մեղադրյալների հարազատների, ընդդիմության համախոհների եւ լրագրողների շրջանում կար այսպիսի ինֆորմացիա, որ այսօր դատաքննության ժամանակ քաղաքացիական հագուստով ինչ-որ ոստիկան կազմակերպելու է սադրանք, որը վերջանալու է ծեծկրտուքով, եւ դատավոր մնացական Մարտիրոսյանը օգտվելով առիթից հայտարարելու էր, որ դռնփակ դատական նիստ է անցկացվելու։ Մշակված սցենարը վիժեցնելու համար անգամ մեղադրյալների հարազատներից շատերը հրաժարվեցին մասնակցել դատաքննությանը։ Այս է եղել այն սադրանքը, որը մենք կարողացանք վիժեցնել զուտ միայն մեր կարգապահության շնորհիվ, քանի որ ոչ հարազատները, ոչ էլ մեր ուրեմն Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները չմտան դահլիճ։ Այսօր որոշում էր կայացված, որ չենք մտնելու դահլիճ, գիտեինք, որ սադրանք է պատրաստում։ Դատարանի դահլիճում հարազատներից կային։ Չէ, կարծես թե ոչ ոք չի մտել։ Այսպիսով ձևավորվեց կիսադատարկ դահլիճ, որտեղ անգամ սահմանափակվեց լրատվամիջոցների մուտքը։ Վերջիններիս համար հատկացվեց մեկ այլ սենյակ, որտեղ տեղադրված հեռուստացույցների միջոցով էր հնարավոր տեսնել, ինչ իրավիճակ է դատաքննության դահլիճում։ Սա համընդհանուր դժգոհության տեղիք տվեց։ Ինձ ասում են, որ արտադրության նախարարը իր մամլասմուսի ժամանակ խոսքեցվել դահլիճ մտնել, բայց դա դատավորը պետք է որոշի։ Հիմա միգուցե դիմիջումալի ես մտnem դատավորի մոտ, տեսնեմ ինչ վիճակի, որտեղ դատավորը ամեն դեպքում պետք է որոշում կայացնի, որ լրագրողները կարողանան ներս մտնել։ Եթե հիմա որոշում է կայացրել, դա արտադատարանական որոշում է, ինչը արդեն ապօրինությունն է, ու լուրջ ապօրին։ Ինքը տես գալ կարող որոշում կայացնի, ոչ էլ կայացնի։ Ալեքսանդր Արզումանյանն էլ լրագրողների վերաբերյալ հայտարարություն արեց, ով է թույլատրել դատավորին փոխել նիստի լուսաբանման կարգը։ Ով է նրան թույլատրել լուսաբանման կարգը փոխել, ինչի իման վրա նա թույլ չի տվել համապատասխան նախորդ նիստին ընդունված որոշման ժուրնալիստները ներկա լինեն։ Հիշեցնենք, որ առաջին դատաքննության ժամանակ դատարանը որոշում կայացրեց, որ դահլիճում թույլատրվում է տեսալուսանկարահանում իրականացնել։ Երբ դահլիճում նստելու տեղ կա, ինչու են լրագրողները ստիպված մեկ այլ սենյակից հետևել նիստին։ Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ եկավ սենյակ տեսնելու դատարանի ստեղծած պայմանները որքանով են հարմարավետ լրագրողների համար։
այդ հարցը լուծվեց, որ մոնիտորներ են դրել, դուք կարող եք արդեն ամեն ինչը տեսնել։ Բայց դահլիճի ազատ պայմաններում այս մոտեցումը արդեն անհետեթություն է, որովհետև եթե դահլիճը ազատ է, ամեն դեպքում դահլիճում լրագրողների աշխատելը ավելի ցանկալի է։ Այնուամենայնիվ նա խոստացավ հարցը բարձրաձայնել դատական դեպարտամենտի առաջ կոշտ շեշտադրումներով։ Արմինե Իվարդանյան, Համբարձում Պապոյան, Կալանյուս, Երևան։